ԱՄՆ-Իրան գործարքի ազդեցությունը Հայաստանի վրա։ 2026 թվականի հունիսին Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև ստորագրված հուշագիրը, որը ներառում է նավթային պատժամիջոցների մասնակի չեղարկում, սառեցված ակտիվների ապասառեցում, Հորմուզի նեղուցի վերաբացում եւ վերջնական համաձայնության շուրջ 60-օրյա բանակցությունների մեկնարկ, կարող է դառնալ մեծ մերձավոր արևելքի տարածաշրջանի համար վերջին տարիների ամենակարևոր աշխարհաքաղաքական զարգացումներից մեկը։ Թեև վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են, արդեն ակնհայտ է, որ Իրանի միջազգային մեկուսացման աստիճանի նվազումը կարող է էական ազդեցություն ունենալ նաև Հայաստանի վրա։ Իրանը Հայաստանի համար ոչ միայն հարևան պետություն է, այլև դեպի արտաքին աշխարհ հասանելիության կարևոր ուղի, էներգետիկ գործընկեր եւ տարածաշրջանային հավասարակշռության կարևոր դերակատար։ Տասնամյակներ շարունակ արևմտյան պատժամիջոցները սահմանափակում են Իրանի տնտեսական ներուժը։ Նոր պայմանավորվածությունները հնարավորություն են տալիս Թեհրանին մեծացնել նավթի արտահանումը, վերադարձնել սառեցված միջոցների մի մասը եւ ներգրավել նոր ներդրումներ։ Ըստ նախնական հաշվարկների միայն նավթային պատժամիջոցների ժամանակավոր մեղմացումը մի քանի ամսվա ընթացքում կարող է միլիարդավոր դոլարների լրացուցիչ եկամուտ ապահովել Իրանին։ Հայաստանի համար սա կարևոր է մի քանի պատճառով։ Նախ Իրանի տնտեսական ակտիվության աճը նշանակում է հայ-իրանական առևտրի ընդլայնման հնարավորություն։ Վերջին տարիներին Իրանը Հայաստանի խոշոր առևտրային գործընկերներից է եւ նույնիսկ պատժամիջոցների պայմաններում երկկողմ առևտուրը շարունակում է աճել։ Հայաստան-Իրան տարեկան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին 400 միլիոնից հասել է 768 միլիոն դոլարի։ Կողմերը պայմանավորվածություն ունեն այն հասցնել 1 միլիարդ դոլարի, ինչը ներկայիս զարգացումների ֆոնին լիովին իրատեսական է։ Եթե Իրանի ֆինանսական համակարգի նկատմամբ սահմանափակումները թուլանան, հայկական ընկերությունները կկարողանան ավելի հեշտ իրականացնել վճարումներ, ներմուծումներ եւ արտահանումներ։ Սա հատկապես կարևոր է գյուղատնտեսական արտադրանքի, շինանյութերի, դեղագործության, սննդի եւ թեթևարդյունաբերության ոլորտներում։ Իրանի շուկան կարող է դառնալ հայկական արտադրանքի արտահանման հեռանկարային ուղղություն։ 90 միլիոնից ավելի բնակչությամբ իրանական շուկան Հայաստանի համար կարևոր է, սակայն պատժամիջոցներն ու ֆինանսական սահմանափակումները խոչընդոտում են դրա լիարժեք իրացմանը։ ԱՄՆ-Իրան պայմանավորվածության ամենակարևոր բաղադրիչներից մեկը Հորմուզի նեղուցի վերաբացումն է եւ ծովային առևտրի վերականգնումը։ Վերջին տարիներին Հայաստանը եւ Իրանն ակտիվորեն քննարկում են հյուսիս-հարավ մայրուղու զարգացումը, Պարսից ծոց-Սև ծով միջանցքը, Հայաստան-Իրան սահմանային ենթակառուցվածքների արդիականացումը եւ տարանցիկ փոխադրումների ընդլայնումը։ Իրանի նկատմամբ միջազգային վերաբերմունքի փոփոխությունը կարող է նոր շունչ հաղորդել այս տարածաշրջանային նախագծերին։ Իրանը կարող է դառնալ Եվրոպան Հնդկաստանին եւ Չինաստանին կապող կարևոր հանգույց, իսկ այդ տրանսպորտային միջանցքներում Հայաստանը կարող է հանդես գալ որպես տարանցիկ երկիր, լոգիստիկ հանգույց, պահեստավորման եւ վերաբեռնման կենտրոն։ Հատկանշական է, որ ԱՄՆ-Իրան հարաբերություններում լարվածության թուլացումը նպաստավոր միջավայր է ստեղծում նաև TRIP նախագծի կյանքի կոչման համար։ Հայաստանը եւ Միացյալ Նահանգները հունիսի 4-ին ստորագրել են TRIP-ի վերաբերյալ համաձայնագիրը։ Այն դեռևս պետք է անցնի համապատասխան վավերացման գործընթացը եւ այս տարվա երկրորդ կեսին նախատեսվում է շինարարական աշխատանքների մեկնարկը։ TRIP-ի նախագծի կյանքի կոչումից եւ տարածաշրջանի ապաշրջափակումից կարող է շահել նաև Իրանը, որը Ջուլֆայով երկաթուղային կապ կհաստատի Հայաստանի հետ, դուրս գալով նաև Սև ծովի նավահանգիստներ։ Հայաստան-Իրան գործակցության առանցքային ուղղություններից մեկը միշտ եղել է էներգետիկան։ Այսօր գործում է գազ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագիրը, որի շրջանակում Հայաստանը Իրանից բնական գազ է ստանում եւ փոխարենը էլեկտրաէներգիա արտահանում։ Սակայն էներգետիկ համագործակցության ծավալները սահմանափակված են պատժամիջոցներով։ Եթե Իրանի նկատմամբ ֆինանսական սահմանափակումները թուլանան, Հայաստանը կարող է ավելի մեծ ծավալներով իրանական գազ գնել, դիվերսիֆիկացնելով էներգետիկ աղբյուրները։ Փորձագետները չեն բացառում նաև նոր խողովակաշարի կառուցման հեռանկարը։ Իրան-Հայաստան 400 կՎտ լարման էլեկտրահաղորդման երրորդ գիծը, որի շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2027 թվականը, կարող է նպաստել երկու երկրների միջև էներգետիկ փոխհոսքերի ծավալների էական ավելացմանը, էներգահամակարգերի սինխրոն աշխատանքի ապահովմանը եւ հյուսիս-հարավ էներգետիկ միջանցքի շրջանակներում տարանցիկ հնարավորությունների ընդլայնմանը։ ԱՄՆ-Իրան հարաբերությունների կարգավորումը կարող է փոխել նաև տարածաշրջանային ուժերի հարաբերակցությունը։ Տասնամյակներ շարունակ Իրանը հիմնականում զբաղված էր պատժամիջոցների, միջուկային ծրագրի եւ տարածաշրջանային հակամարտությունների հետևանքներով։ Եթե տնտեսական ճնշումը թուլանա, Թեհրանը կարող է ավելի մեծ ռեսուրսներ ուղղել հարևան տարածաշրջանների հետ համագործակցությանը։ Հայաստանի համար սա կարևոր է նաև անվտանգության տեսանկյունից։ Իրանը բազմիցս հայտարարել է, որ աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը եւ դեմ է տարածաշրջանում սահմանների ուժային փոփոխությանը։ Տնտեսապես ուժեղ եւ միջազգային համակարգում ավելի ինտեգրված Իրանը կարող է ավելի ակտիվ դերակատարություն ունենալ Հարավային Կովկասում։
Միաժամանակ Հայաստանի համար բացվում է հնարավորություն ավելի դիվերսիֆիկացնելու իր արտաքին քաղաքականությունը, թույլատնելով կախվածությունը տարբեր կենտրոններից։ Չնայած ստեղծված նոր հնարավորություններին չպետք է մոռանալ, որ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև դեռ միայն հուշագիր է ստորագրվել։ Առանցքային դերակատարում է ունենալու վերջնական համաձայնագիրը, որին հասնելու համար կողմերը 60 օրից քիչ ժամանակ ունեն։ Միևնույն ժամանակ պետք է հաշվի առնել, որ Իրանի նկատմամբ բոլոր պատժամիջոցները դեռ չեն վերացվելու։ Ներկայումս խոսքը հիմնականում նավթային սահմանափակումների մեղմացման եւ որոշ ակտիվների ապասառեցման մասին է, եւ վերջապես տարածաշրջանում շարունակում են պահպանվել անվտանգային ռիսկեր, իսկ ցանկացած նոր ճգնաժամ կարող է դանդաղեցնել կամ նույնիսկ կասեցնել ընթացող գործընթացը։ Ամփոփելով կարող ենք արձանագրել, որ ԱՄՆ-Իրան պայմանավորվածությունները Հայաստանի համար ստեղծում են նոր հնարավորություններ։ Եթե գործընթացը հասնի վերջնական համաձայնության եւ Իրանը աստիճանաբար վերադառնա համաշխարհային տնտեսություն, Հայաստանը կարող է շահել միանգամից մի քանի ուղղություններով՝ առևտրի, տրանսպորտի, էներգետիկայի, ներդրումների եւ տարածաշրջանային նշանակության աճի տեսանկյունից։ Այդ հնարավորություններն առավելագույնս իրացնելու համար հայկական կողմն իր հերթին պետք է ակտիվացնի ջանքերը իր տնտեսական, տրանսպորտային եւ լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացման գործում։